Դմիտրի Անատոլիի Մեդվեդև, ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության 3-րդ նախագահ, ընտրվել է 2008 թվականի մարտի 2-ին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ամուսնացած է, ունի 1 որդի։ Դմիտրի Մեդվեդևի ընտանիքը, որտեղ նա միակ զավակն է, ապրել է Լենինգրադի Կուպչինո շրջանում։ Դմիտրի Մեդվեդևը 1987 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1990-ին նույն համալսարանի ասպիրանտուրան։ Երիտասարդ տարիներից սիրել է հարդ ռոք ոճը, նրա սիրած խմբերի ցանկում են Deep Purple-ը, Black Sabbath-ը և Led Zeppelin-ը։ Նախագահն ունի ինչպես օտարերկրյա, այնպես էլ ռուսական ռոք խմբերի ձայնապնակների հավաքածուներ։ Բացի այդ, Դմիտրի Մեդվեդևն ունի Deep Purple խմբի բոլոր ձայնագրությունները։ Շատ է սիրում ռուսական Chaif ռոք խմբին։ Ուսանողական տարիներին զբաղվել է լուսանկարչությամբ, թեթև ատլետիկայով։ Դմիտրի Մեդվեդևը չի ծառայել բանակում, սակայն սովորելով Լենինգրադի պետհամալսարանում 1.5 ամիս մասնակցել է զինվորական հավաքներին։ Առաջին գիրքը, որը կարդացել եմ և անասելի հաճույք եմ ստացել, Նավապետ Գրանտի որդիներն է։ Ես այն նվեր էի ստացել, սակայն պետք է նշեմ, որ կարդալ առհասարակ չէի սիրում։ Գեղարվեստական գրականություն հայրս առանձնապես չէր գնում։ Նա ուներ իր մեծ գրադարանը, որտեղ կային երկերի ժողովածուներ, գիտական գրքեր։ Մայրս Չեխով էր սիրում։ Իհարկե, Նավապետ Գրանտի որդիներից, Ժյուլ Վերնից և Կոնան Դոյլից հետո Չեխով։ Սակայն ես անբացատրելի հաճույք էի ստանում Չեխով ընթերցելիս։ Ես երբեք չեմ զբաղվել իմ ծագման ուսումնասիրմամբ։ Մինչև 30 տարեկան ես առհասարակ կարծում էի, որ կան նախնիներ, որոնց մասին ես գոնե որևէ բան գիտեմ, ինչպես սովետական տարիներին ծնված ցանկացած մարդ։ Սակայն ինձ հաջողվել է պարզել, որ հորս կողմը Կուրսկի շրջանից էր։ 1990 թվականին Մեդվեդևը պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, իսկ նույն թվականի օգոստոսի վերջերին նրան քաղաքապետարան աշխատելու է հրավիրում Լենինգրադի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակը։ Որոշ ժամանակ անց քաղաքապետարան աշխատանքի է ընդունվում նաև Վլադիմիր Պուտինը, որտեղ էլ նրանք միմյանց հետ աշխատում են 1 տարի։ Ես կայացել եմ որպես մասնագետ, որպես գիտնական, բավականին շատ գրել եմ, շատ տպագրվել։ Ես չունեմ այնպիսի զգացողություն, որ դարձել եմ այնպիսի մեկը, ով կախման մեջ է հրապարակայնությունից, ինչպես թմրանյութից։ Կադրում գտնվելն ինձ համար ֆիզիոլոգիական պահանջ չէ։ Միևնույն ժամանակ ինձ հետ տեղի են ունեցել հստակ փոփոխություններ։ Հակառակ դեպքում վստահությամբ կասեմ, որ չէի կարողանա զբաղվել նրանով, ինչով զբաղվում եմ այժմ։ Ահա այսպիսին են քաղաքական ժանրի օրենքները։ Երկիրը պետք է տեղյակ լինի իշխանության գործողությունների մասին, քանզի մենք չէ, որ դա հորինել ենք, եւ մենք չէ, որ պետք է դա փոխենք։ Հավանաբար դա է ճիշտը։